Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերն է, տաղավարում հյուրընկալել եմ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանի եւ մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել նաեւ Նոյան տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարի ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ տապանի հրավերն ընդունելու համար։ Չէի կարող ձեզ հետ չքննարկել եկեղեցու եւ պետության այս արճակատումը եւ այս ճգնաժամը փաստացած թե ուր է տանելու դեռ պարզ չէ։ Նիկոլ Փաշինյանը ինչպես հայտարարել էր, ինքը կանգ չի առնելու եւ կանգ չի առնում։ Երեկ էր մի նոր ստատուս գրվել, այսօր առավոտյան էլ փաստորեն գրվեց, որ Գարեգին ես չեմ ասի Գարեգին բն, ինչպես ինքն է գրել, Գարեգին երկրորդ խախտել էր իսկ կողմից կամավորությամբ ստանձած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ եւ սա փաստ է։ Եվ համաձայն առաքելական եկեղեցու կանոնակարգի կաթողիկոսը կարող է լինել եպիսկոպոս, arczepiskopos, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։ Մի խոսքով այս արճակատումը շարունակվում է։ Մենք այս մեկ շաբաթվա ընթացքում բավականին շատ բանախոսներ ունեցանք, կարծիքներ լսեցինք։ Եթե անկեղծ լինենք, փաստորեն հասարակության մեջ կա 3 կարծիք։ Մարդիկ, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին կամ չեն աջակցում, այս հարցի հետ կապված կաթողիկոսին աջակցող խումբ եւ ոչ աջակցող, եւ երրորդ խումբը, որ ասում են իսեր Աստծո, երկուսն էլ թող հեռանան, արդեն նրանցից էլ ենք հոգնել, նրանցից էլ ենք հոգնել։ Հիմա ուզում եմ հասկանալ ձեր տեսակետը, որ կողմին եք դուք հարում եւ ընդհանրապես որքանով է ճիշտ հանրային ձևով այս հարցերը բարձրացնելու, սկսած եկեղեցիների չուլանացումից, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, միջև կաթողիկոսի հրաժարականի պահանջը, ինչի մասին է այս ամենը խոսում։ Նախ առաջին հերթին շնորհակալ եմ հրավերի համար, երկրորդը ուզում եմ անդրադառնամ կարևոր փաստի։ Ուզում եմ հարցը սղել Նիկոլ Փաշինյանին։ 2018 թվականի Թավշյա հեղափոխությամբ դուք գալով իշխանության, Նիկոլ Փաշինյան, այդ ժամանակ չգիտեիք, տեղյակ չէիք, որ Գարեգին երկրորդ ծայրագույնը կաթողիկոսը երեխա ուներ կամ չուներ։ Այս 7 տարվա ընթացքում այդ հարցի շուրջ չէիք բարձրաձայնում, հա։ 18 թվականից հետո էլի մեծ ալիք բարձրացավ Գարեգին բայի հետ կապված։ Նախ ամենակարևորը, անձամբ ինքս ուզում եմ ասել, Գարեգին երկրորդ կաթողիկոսին, հա, այնպես ես ինքս էլ իմ բացասական կարծիքը ունեմ, որովհետև ինձ համար ամենաառաջնայինը, եթե մի կաթողիկոս, որը որ տվյալ պարագայում քաղաքականության մեջ է փորձում ներխուժել, մտնել եւ որոշ այն եկեղեցականները, որոնք որ Աստծո խոսքը թողած, ես ինքս ոչ աղանդավոր եմ, ոչ այլ հայ առաքելյաց եկեղեցու հետևորդ եմ, ինձ համար եկեղեցին դա կաթողիկոսը չի, ինձ համար դա եկեղեցին քահանաները եւ տերտերները չեն, եկեղեցին դա Հիսուս Քրիստոսի տունն է, եկեղեցին դա տվյալ պարագայում քրիստոնյա Հայաստանը աշխարհի, Հայաստանը ազգի եւ համայն աշխարհասփյուր հայ ազգի օջախն ու բնորանն ու սրբությունն ու վեհությունն են, դա քննարկման ենթակա չէ, ու ամենակարևորագույնը Նիկոլ Փաշինյան, եթե խոսում եք եկեղեցին չուլանացված է նման արտահայտություն եք անում, ինչու եք մտնում եկեղեցի մոնվառում, ինչու եք տվյալ պարագայում, ահա, երբ որ դուք ասում եք եկեղեցին չուլանացված է, 1 տարի առաջ ձեր Ժաննա Անդրեասյանին, հա, Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Թադեոս առաքյալը, որը որ հայաստանյաց հայ առաքելական եկեղեցու համահիմնադիրներից է հանդիսանում, 1907 թվականի եկեղեցին, որը որ այցելում են զբոսաշրջիկներ, տուրիստներ, հա, ձեզ ուղարկել եմ ձեր նախարարին Ժաննա Անդրեասյանին ճակերտների մեջ ասված, ուղարկել եմ պաշտոնական գրություն, ուղարկել եմ բազմաթիվ տեսանյութեր, հա, 1 տարի է ոչ մի արձագանք, անձամբ ձեր աշխատակազմին եմ ուղարկել Նիկոլ Փաշինյան։ Այս եկեղեցին վիճակում է գտնվում։ Թե եկեղեցին Վազգեն առաջին կաթողիկոսից հետո մեծ ինձ համար Վազգեն առաջին մեծ կաթողիկոսը բարձրագույն արժեք է եղել եւ անձամբ առիթ եմ ունեցել ճանաչելու Վազգեն առաջին կաթողիկոսին շատ փոքր տարեկից, ինձ համար նրանից հետո կաթողիկոս չունենք, եթե մի
կաթողիկոս, որը տվյալ պարագայում Վլադիմիր Պուտինից մեդալ է ստանում կամ շքանշան է ստանում, հա, Կոպիրկինից, մեր թշնամուց դավաճան դաշնակցից, որը որ դավաճանել է մեզ, տվյալ պարագայում էլ ինչի մասին է խոսքը։ Հայաստանյաց հայ առաքելական եկեղեցին պետք է զբաղվի ամբողջ քրիստոնյա աշխարհին համախմբելով հայ եկեղեցին եւ կաթողիկոսը Հռոմի պապին հավասար է, բայց տվյալ պարագայում մենք տեսածկանք, որ կաթողիկոսը կոչ անի ասի տվյալ պարագայում քրիստոնյա աշխարհ Հայաստանը ենթարկում է թշնամու կողմից գրոհի, Հայաստան աշխարհը տվյալ պարագայում քրիստոնյա ազգը համախմբի եւ միաբանի մեկ գաղափարի մասին խոսել, Արցախի մշակույթի ժառանգության ոչնչացումների մասին խոսել, թվականի սանձազերծված պատերազմի ժամանակ որտեղ էր 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, երբ որ պատերազմից հետո անձամբ ինքս կոչ արեցի, թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի դեսպանատների առջև ցույց էի անում, պաշտոնական գրություններ էի հանձնում, դեռ այդ ժամանակ որպես հասարակական կազմակերպության նախագահ, Լինտրեսին, Ռուսաստանի դեսպանին, դավաճան դաշնակցին, պաշտոնական գրություն երբ որ հանձնեցի, նույն կաթողիկոսը, հա, Բագրատ Չակերտավոր Սրբազանը որտեղ էր։ Կամ Հակարի կամրջից, երբ որ 3 մեր հայ ֆուտբոլիստներին առևանգել էին, 1000-ից 1500 հոգով ռուսի դեսպանատան դիմաց ցույց էին կանում, թե Արցախից մեզ միացած, թե նաև Հայաստանաբնակ մեր հայրենակիցներից մեզ միացած 10 օրյա ժամկետով ցույցեր էին իրականացնում դեսպանատան դիմաց, որպեսզի տվյալ պարագայում տղաներին ազատ արձակեն, թե նաև այնպես է մեր Արցախահայ ժողովուրդը ենթարկում է էթնիկ այնպես է բռնի տեղահանման եւ մեր պատմամշակութային կոթողները մինչեւ անգամ Հռոմի պապին, նախորդ Հռոմի պապին, որը որ վերջերս մահացավ, 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, որպես հասարակական կազմակերպության նախագահ, պաշտոնական գրություն եմ հղել Հռոմի պապին, մեր գերիների հետ կապված, այդ գործով պետք է զբաղվեր մեր քրիստոնյաց հայ ազգի եկեղեցու ներկայացուցիչը կաթողիկոսը։ Հիմա դուք գտնում եք, որ եկեղեցին լռել է այն ժամանակ, եկեղեցին հիմա էլ է կարծես թե լռում եւ համարժեք պատասխան չի տալիս։ Ներողություն, վերջերս մոտ մի քանի ամիս առաջ այնպես է Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոսին, այնպես է թշնամին փորձեց այնպես է ներկայացնել, որ իրենցն է, եւ տվյալ պարագայում Վլադիմիր Պուտինը գտնվում էր այնտեղ, բայց Գարեգին Բեի կողմից ոչ մի արձագանք։ Այդ ամենի հետ կապված նաև անձամբ ինքս եմ արձագանքել, իմ Facebook-յան էջում կա, բայց տվյալ պարագայում եկեղեցու ներկայացուցիչ կաթողիկոսի կողմից, որը որ հանդիսանում է Հռոմի պապին հավասար է, ոչ մի ընդվզում, ոչ մի արձագանք համարում Նիկոլ Փաշինյանի Ներողություն, ուրեմն մեկ բան պետք է ասեմ, որպես քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչը պետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, հեռու չգնանք։ Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցում է Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև է, տվյալ պարագայում կրթի իր կառավարության աշխատակազմի որոշ աշխատակիցներին, որոնք որ տվյալ պարագայում հողազավթումը չեն տարբերում, որպեսզի ուղարկեն ոստիկանությանը կամ չգիտեմ քննչական կոմիտեին, ուղարկում են պետեկամուտների կոմիտե։ Եթե այդ մարդիկ ասեմ, եթե տվյալ պարագայում երկրի ղեկավարը ավելի շատ անելիք ունի, բայց տվյալ պարագայում եկեղեցու գործը պետք է զբաղվեն եկեղեցականները։ Եկեղեցին պետք է տվյալ պարագայում քաղաքական ուժի ղեկավարը պետք է զբաղվի երկիրը կառավարելով։ Եկեղեցականներն զբաղվում են հիմա քաղաքականությամբ։ Միանշանակ դեմ եմ, դատապարտել եմ, չեմ ընդունում, այդ եկեղեցականները պետք է տվյալ պարագայում այնպես է շատ կտրուկ եւ հստակ, հա, արձագանք ստանան եկեղեցու այն առողջ մտածելակերպ ունեցող քահանաների կողմից եւ պետք է թույլ չտալ, որպեսզի եկեղեցականները զբաղվեն քաղաքական Հիմա կոչ է անում փաստորեն Նիկոլ Փաշինյանը, որպեսզի համախմբվեն եւ Էհարանը սիրող քրիստոնեաբար ազատեն, որպես իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։
Դրանով պետք է զբաղվեն եկեղեցու ներկայացուցիչները Նրանք իրանք ասում են որոշում մեզ մոտ կայացնեն։ ամեն ինչ հարթ է, մենք ոչինչով էլ չենք ուզում զբաղվել, երևի հետևում եք նաև Շիրակի թեմի առաջնորդի հարցազրույցների։ Նրանք հայտարարում են, որ հայտարարություններ է անում, ես նրան չեմ կարող համարել։ Հայտարարում են, որ պատերազմ չեն սկսել, իրենք ավելի հանդուրժող եւ հաշտ են այս ժողովրդի հետ, ընդ որում Նիկոլ Փաշինյանն ասում է, ինչպես իշխանությունը եկին ենք վերադարձել ժողովրդին, այնպես էլ պատրաստում ենք նաև եկեղեցին վերադարձնել ժողովրդին։ Շիրակի թեմի առաջնորդը դեմ է եւ ասում է միշտ էլ եկեղեցին եղել է ժողովրդինը, պատերազմը հայտարարել է իշխանությունը եւ եթե ձեռնոց են նետել, այդ ձեռնոցն էլ իրենք պետք է գան, վերցնեն եւ գնան։ Սա ինչի մասին է խոսում։ Միանշանակ Շիրակի թեմի առաջնորդի կատարած հայտարարություններին այնպես մոտ 2 շաբաթ առաջ եմ արձագանք է, որ կոչ էր անում, ասում էր իր հայտարարության մեջ, Շիրակի թեմի առաջնորդը ձեր մեջ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մի հատ գեներալ չկար, ներողություն, մենք ԱԱԾ չունենք, որպեսզի այդ անձին հրավիրեն ազգային անվտանգություն եւ նմանատիպ հայտարարության համար հարցաքննման ենթարկեն եւ հասկանան այդ անձը, որը որ եկեղեցական է, թե քաղաքական ուժի ղեկավար է, քաղաքական գործիչ է։ Մի հատ պարզ է, հարգելի Արմեն Աբասյան, վերջի վերջո ԱԱԾ-ի տնօրեն եք։ Թե տվյալ պարագայում այնպես է պետքա դիմենք Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակ, ՄԱԿ-ի գրասենյակը։ Եկեղեցին ինչ է ինչու պատերազմից հետո մենք հիշում ենք այդ հայրաբար հորդորը արդյոք ինչու խառնվեց, գուցե այս կողմը իր տեղում չէր, որ եկեղեցին միջամտեց։ Կամ Նիկոլ Փաշինյանը ինչպես դուք եք ասում 7 տարի չգիտեր այս հարցերը, որ կա հնարավոր է բարձրացնել։ Հիմա ինչու հենց հիմա, ինչու այս պահին, ընտրություններից 1 տարի առաջ շատ կարճ ժամանակ է մնացել, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը գույնը զբաղվել, ասում է հատիկ պատասխան են տալու, ոչ մի մոք, ոչ մի ձուկ չի տպրտալու, ինչ-որ գույքեր են վերցնում, ավտոտնակը վերցնում են, ասում են ավտոտանակ հետ վերադարձեցին, մի հատ փոքրիկ հողատարած վերադարձեցին, այդ փոքրիկը դա ինձ համար ոչինչ է, եթե որևիցե քաղաքական ուժի ղեկավար գալիս է իշխանության խոստումներով, վերջերս ասում է կրթվելյա նորաձևի ժամանակ հայտարարում է, որ եկող տարի թոշակառուների թոշակը բարձրանալու է 1400 դրամով, ներողություն, դուք փորձում եք բերեք տվյալ պարագայում եվրոպական ստանդարտները, ասում եք հայտարարագրեք, ասում եք ես ինչ բան է այսպես, բայց եվրոպական ստանդարտները բերում եք կիրառում եք հայ ազգի վրա, ասում եք ժողովրդավար երկիր ենք, ժողովրդավար ենք, Թավշյա հեղափոխության հիման վրա եք, ցույց տվեք, որ ասում եք նախ Ռոբերտ Քոչարյանը, որ տվյալ պարագայում թալանել է, մյուսը արել, թալանվածը Ռոբերտ Քոչարյանի քանի գույք եք հետ վերադարձել։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանին է ասում, չէ՞, որ կեղծել են բոլոր կաթողիկոսի հետ հանդիպումից եւ այս հարցից պատասխանելու ամփոփ ենք։ Ինչ է ուզում եկեղեցին, ինչու է եկեղեցին քաղաքականության մեջ։ Նախ հենց հարցազրույցիս ամենասկզբում ես նշեցի, որ տվյալ պարագայում բացասական են վերաբերվում Գարեգին Բ-ին եւ տվյալ երկրորդին եւ տվյալ պարագայում իր որպես եկեղեցու ներկայացուցիչ, որպես կաթողիկոս, նա ավելի շատ պետք է զբաղվեր հայ ազգին, քրիստոնյա ազգին, քրիստոնյա աշխարհահայ ժողովրդին համախմբելով, միաբանելով մեկ միասնականության շուրջ, այլ ոչ թե թույլ տար, որ որոշ եկեղեցու ներկայացուցիչներ սկսեն զբաղվել քաղաքականությամբ եւ պահանջել որևիցե ինչ-որ մի բան։ Իշխանության հեռացումը պետքա պահանջի քրիստոնյա հայ ազգը, հայ ժողովուրդը, Հայաստանի համայն հայ ազգը եւ պահանջեն եւ տան քաղաքական եւ բարոյական գնահատական առողջ քաղաքական ընդդիմադիր այն ուժերը, այլ ոչ թե ազգային ժողովում գտնվող այն չակերտավոր ընդդիմադիրները, որոնք որ առավոտից երեկո այնպես ազգային ժողովում իրար կոկորտ են ծեծում եւ տվյալ պարագայում զբաղված են անձնական հաշիվներ պարզելով ու տվյալ պարագայում
ժողովրդի համար որևիցե ծրագիր, որևիցե առաջարկ չեն ներկայացնում բարեփոխելու եւ ժողովրդի վիճակը հանելու այս վիճակից, վերջի վերջո թե 44-օրյա հետ պատերազմյան իրավիճակից, թե սեպտեմբերյան ագրեսիայից հետո, թշնամին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը, այս կարևորագույն գերիների հարցը թողած, բոլոր կարևորագույն հարցերը թողած, տեղեկացնեմ, որ մենք էլ ենք արդեն զբաղվում Թրամփի հոգևոր եւ հատուկ ներկայացուցչին պաշտոնական խնդրանք եւ նամակ էինք հղել մոտ 2 շաբաթ առաջ, արձագանքը ստացել ենք, Ջոել Թենենին խոստացել է մեզ, որ պաշտոնապես անձամբ կփոխանցի բոլոր մեր խնդրանքներն ու նամակը Դոնալդ Թրամփին եւ այդ հարցով ակտիվ կզբաղվի բոլոր արևմտյան, բայց հետ վերադառնամ եկեղեցին կարող էր այդ ամենը անել ավելի վաղ եւ ուներ հնարավորություն։ Դուք անդադ ռուսական կողմին եք այստեղ մեջ բերում, նկատի ունեք, որ ռուսական ազդեցությունը մեր եկեղեցու վրա կա, թե չկա։ Իհարկե կա։ Որտեղ եք տեսնում դա։ Գարեգին բան, իսկ Բելարուսիա պետք է գնար, թե չպետք է գնար, կա այդտեղից էլ ազդեցություն։ Իհարկե կա։ Իսկ ինչու պետք է գնար, թե չպետք է գնար։ Այն հայտարարությունից հետո, որ արեց երկրի ղեկավարը, որ քանի Լուկաշենկոն է այդ երկրի նախագահը, այցերը չեն լինելու պաշտոնական։ Մի խոսքով այստեղ էլ ենք առանց տվյալ պարագայում Հայաստանի ղեկավարը չգնաց նստեց Լուկաշենկոյի կողքը։ Դա արարողակ կարգ էր, եթե Լուկաշենկոն չլիներ, թեկուզ մեկ ուրիշը լիներ, նա պետք է նստեր այդ Հայաստանի Հանրապետության ղեկավարը կարող էր Հայաստանի Հանրապետությունից պաշտոնապես նամակ հղեր, հա, Վլադիմիր Պուտինին եւ տվյալ պարագայում իր երկրում նշեր մայիսի 9-ը, այլ ոչ թե գնար հասներ են։ Իսկ մեր եկեղեցին ռուսական ազդեցության տակ է, դուք ասում եք։ Գարեգին տվյալ պարագայում Վլադիմիր Պուտինից ինչի համար է մեդալ ստանում։ Գարեգին երկրորդը ինչի համար է տվյալ պարագայում Սերգեյ Կոպերկինից շքանշան ստանում։ Որ կատարածից սխրանքի եւ գործունեության համար։ Թող Գարեգին երկրորդը պատասխանի այս հարցերից։ Այսինքն դուք եթե նայենք քաղաքականության տեսակետից, քաղաքական ուժերն էլ հարցեր ունեն եկեղեցուն, ոչ թե եկեղեցու սպասավորներին հարցեր ունեն։ Եկեղեցին բոլորի օջախն է, բոլորի սրբությունն է, եկեղեցուն որևիցե մեկը իրավունք չունի կպնելու, առավել եւս որպես եկեղեցու հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ տվյալ պարագայում որպես քրիստոնյա կնքված հայ մարդ, իմ համար եկեղեցին որպես քաղաքացի եւ որպես քաղաքական ուժ դուք էլ հարցեր ունեք, ինչպես Նիկոլ Փաշինյանը հարցեր ունի եւ ակնկալում է պատասխանները։ Երկրորդ ուրեմն ծայրագույնին պաշտոնական նամակ ենք հղել 1 տարի է, հա, Էնպես է, իր մամլո խոսնակը խոստացել էր, որ Սուրբ Թադեոս եկեղեցին հետ կապված բոլոր այդ խնդիրներին կտան լուծումներ։ Ես հրապարակել էի նկար, խոստացա, որ այդ խայտառակ տեսանյութը չեմ հրապարակի, թե գառներն ու ոչխարները ինչպես են մտել մեր սրբություն, մեր օջախ, հա, մեր վեհարան, մեր տուն, եւ Նիկոլի ասած Չուլան։ Եթե Նիկոլի ասած իր համար եկեղեցին Չուլան է, ապա կարծում եմ տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը եկեղեցի ինչի է մտնում Մոնվառում։ Թող այս հարցին պատասխանի։ Տեսեք, մենք խոսում ենք, որ եկեղեցին փաստորեն пассив է եղել մեր այս վերջին տարիների ծայրագույն դժվար ժամանակահատվածում, հիշատակեցիք Լաչինի կամուրջի այդ տղաների առգրավման, քարոզիա պատերազմի ժամանակ որտեղ էր նույն Գարեգին բայց նույն Շիրակի թեմի առաջնորդին ինչի եմ ասում, որովհետև հանրությունը շատ է լսում իրեն եւ եկեք խոստովանենք, որ նա բավականին հետաքրքիր անձնավորություն է, բավականին տեղեկացված անձնավորություն է եւ նրա հայտարարությունները կամ հարցազրույցները հենց այնպես չեն արվում։ Ասում է, որ չնչի եւ ճղճի մարդու կեցվածք է եւ մի ամբողջ կուսակցություն հենց աջակցում է այդ վերաբերմունքին, նկատի ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ սթափվելը պետք։ Ժողովուրդը պետք է տարբերի սևը սպիտակից եւ չի կարելի տիրադավ լինել, այսինքն դուրս գալ Աստծո սպասավորի դեմ, որը հղի է սոսկալի հետևանքներով։ Այդ սոսկալի հետևանքները որոնք են։ Ներողություն, նման հայտարարությանը հակադարձեմ այսպես, հա։ Հիսուս Քրիստոսը երբ որ հասավ իր հորտուն եւ տեսնելով թե տվյալ պարագայում, հա, իր հորտունը վերածել են շուկայի, վերածել են տվյալ պարագայում առուծախի,
ինչ արեց։ Դուք եթե եկեղեցու ծառաներն եք, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ծառան է եւ իր ողջ շքախումբը։ Ուզում եմ հասկանամ, դուք եկեղեցուն ծառայելով հարց եմ տալիս ձեզ, բայց ինչու Հայաստանյաց հայ առաքելական եկեղեցու համահիմնադիր Սուրբ Թադեոսի եկեղեցին Վազգեն առաջին կաթողիկոսից հետո, հա, որևիցե վերանորոգում չի արել։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ ու նաև Սփյուռքից հայրենակիցներ են այցելում որպես դա զբոսաշրջության վայր, որպես պատմամշակութային կոթող։ Իրենց ձեռքը բռնած մոմը իրենք են տանում Երևանից, որպեսզի գնան այդ եկեղեցի մոմ վառեն։ Հիմա եթե ամփոփ ենք, խնդիր կա։ Միանշանակ լուծելու տարբերակը, որը տվյալ պետք է պարագայում լիներ։ եկեղեցին պետք է զբաղվի եկեղեցին առողջացնելով, հա, ծառայելով Հիսուս Քրիստոսի աստվածաշնչյան խոսքին եւ տվյալ պարագայում չպետք է շեղվի։ Եկեղեցին պետք է զբաղվի քրիստոնյա հայ ազգին համախմբելով, իսկ քաղաքական ուժի ղեկավարը պետք է զբաղվի քաղաքական Հիմա չեն գործունեությամբ։ զբաղվում, երկուսը եկել են ինչ-որ մի դաշտ եւ հակամարտությունը ինչպես պետք է լուծել։ Հակամարտությունը միայն պետք է նստել եւ լուծել սեղանի շուրջ իրար հետ գալով Ով պետք է համաձայնությամբ։ զիջի, ով պետք է առաջի քայլը անի։ Ուրեմն առաջին հերթին նախ տվյալ պարագայում եկեղեցին պետք է համախմբի իր բոլոր առողջ ներկայացուցիչներին եւ բոլոր այն վարկերն ու բարքերը տա հոգեվորական գնահատական շատ հստակ եւ կտրուկ։ Իսկ քաղաքական ուժի ղեկավարը եւ տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկավարը պետք է դադարեցնի, հա, նման ճակերտավոր ազգային այն եզրույթները, այն բառապաշարով հազար ներողություն, որ ձեր հերոստատեսության եւ ձեր ամբիոնից նման հայտարարություն եմ անում, դոմփել բառը ինչ է նշանակում։ Դուք երկրի ղեկավար եք, դուք երկրի դեմքն եք, հա, ամբողջ աշխարհը նայում է ձեր Facebook-յան հարթակը, ձեր սոցմեդիա լսանը, ամբողջ Հայաստանի եւ աշխարհասփյուր ժողովուրդը։ Դուք նման բառապաշար արտահայտելով այն հայոյա խառն գործից չասեմ գործից եւ թե դուք լավ հասկանում եք Նիկոլ Փաշինյան, ինչից եք տարբերվում, այսինքն փորձում եք ձեր ռեյտինգը բարձրացնեք նմանատիպ բառապաշարով։ Ու ամենակարևորը զբաղվեք ձեր նախարարությունների եւ ձեր պետական կառույցների, սկսած ոստիկանությունից, Շնգավիթի ոստիկանության բաժնից, վերջացրած ձեր ԿԳՄՍ նախարարությունից, մնացած բոլոր կառույցներից 7 տարի դուք ինքներդ եք ասում, որ մնացել եք նույն դասարանում, ձեր պաշտոնյաները, սկսած նախարարներից վերջացրած մնացածից։ Ցույց տվեք որևիցե պետական կառույց, դատական համակարգը բարեփոխում եք։ Անձանք ինքս 2019 թվականի մայիսի 20-ին այն մարդկանցից էի, որ իմ կողքին 1000-ից ավելի մարդ կար կանգնած, բայց ձեր падգամավորներից մի քանիսը, որոնք որ գտնվում են ԲԴԽ-ի սահմանադրական դատարանի դիմաց, այդքան մարդ չկար, բայց ինչ արեցիք, բարեփոխեցիք դատական։ Այսինքն մինչև կաթողիկոսին հասնելը Նիկոլ Փաշինյանը բավականաչափ անելիքներ ունի, իր քաղաքական գործառույթները թողած, հա, 3 ուղիղ եթեր եմ իրականացնում, Լոռու մարզպետի եւ քաղաքապետի համայնքապետի հետ կապված քաղաքացին ուղիղ եթերի ժամանակ բողոք է ներկայացնում, որ գնացել է, ասում է, բազմաբնական շենքի տանիքը անձրևներից փլվել է, հազիվ ենք հասցրել փախնել մի տարեկան երեխուն, հանել, որպեսզի տանիքը չփլվի ին վրա, հեսա տկադրերն էլ կուղարկեն, կհրապարակեմ, սրանից հետո խոստանում եմ ամենայն լրջությամբ, ինչպես որ դուք էիք կորոնավիրուսի ժամանակ ասում նկարեք ուղարկեք, ոչ միայն նկարել ուղարկելու եմ, խոստանում եմ ձեզ, նաև ձեր կուրսեցու ամեն մի բառն ու տառը, որը որ ձեր մասին, ձեր կնոջ մասին, որ մի կուրսից եք եղել, բոլոր մանրամասն դրվագներով շատ շուտով հրապարակելու եմ, իսկ այն լրատվականները, որոնք որ հանձինս տվյալ պարագայում մեր տիկի Մարի չեն հրավիրում, չեն կանչում հարցազրույցի, բացահայտ զգուշացնում եմ ձեզ, հեղինակային իրավունքը պաշտպանված է, չփորձեք հանգարցակի ցանկացած սկանդալային որևիցե մեծ բավականին շատ եկեք վերադառնանք մեր խնդիրներին։ Փաստորեն ընդունում եք, որ խնդիրներ կան, ընդունում եք, որ այդ
խնդիրները պետք է լուծվի, բայց չեք ընդունում այն տարբերակը, որը ընտրել է վարչապետը, երկրի վարչապետը, այսինքն Facebook-յան գրառումներով եւ այդ գրառումները բավականին Նիկոլ Փաշինյանը շատ ոսկեղենիկ հայերենով կարող է խոսել, բայց այդ բառապաշարը չի օգտագործում եւ այս ամենը կարծում եք, որ նաեւ ռեյտինգը ինչ որտեղ բարձրացնելու ակնկալիքներ ունի։ Լավ, այս ամենը քննարկում ենք, հանրությունը իր կարծիքն է ասում, դուք էլ որպես քաղաքական ուժ։ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում նաև այն մարդկանց է անդրադառնում, ովքեր փորձում են եկեղեցու հետ հանդիպումներ ունենալ, հենց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված։ Տեսեք, կառավարության նիստերից մեկի ժամանակ ասաց, որ այսուհետ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելուց պետք է ասի կաշառակեր Ռոբերտ Քոչարյան։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը կաթողիկոսի հետ անդրադարձել է եւ ինչ ասում, որ նա այն թիվ 1 մարդն է, ով կեղծարարություններ է արել, այս ընտրությունների ժամանակ եւ պետք է պատասխան տա, այսինքն ամեն մեկը արդեն կարծես թե ունենում է ինչ որ իր անունազգանունից առաջ որակավորում ըստ վարչապետի եւ վարչապետը նրանց էլ ասում որ հատիկ բոլորին մեկ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ասածս հետեւյալն է, մենք միջև ուր կարող ենք այս ձևով գնալ, այն դեպքում, որ մենք ինչպես դուք եք ասում, մեր ձեռքի տակ, մեր քթի տակ այնպիսի լուրջ խնդիրներ ունենք, սկսած անվտանգությունից, վերջացրած կրթություն, դաստիարակություն, մի խոսքով ոլորտ չկա, տրանսպորտի հետ կապված կարծես թե հիմա մեղադրում են քաղաքապետն Արանը մեղադրում են, որ ակցիաների ժամանակ այդքան գումարներ չի ապրել, այսինքն մենք շատ խնդիրներ ունենք, այս խնդիրները առաջնագծում չեն, հիմա ոնց ենք լուծում այս ամենը։ Պետության ու մեր ազգի խնդիրները թողած, չգիտես ինչու, այնպես է եկեղեցականներով այդ հարցը լուծելու փոխարեն ինքը փորձում է վերցնի այն խնդիրը եւ սկսի սոցմեդիա հարթակում ստատուսներ գրելով փորձել հարց լուծել, բայց ներողություն, առաջին հերթին թող իր կողքը գտնվող անձանց խնդիրները լուծի եւ կարողանա երկիր ճիշտ կառավարի ու երկիրը դնի ճիշտ ռելսերի վրա, որպեսզի գնա դեպի հետպատերազմյան վիճակից հետո պետությունը զարգացման, պետությունը առողջացման, ավելի հզորացման, մարդը այս ամեն ինչը թողած սկսել է զբաղվել եկեղեցական գործով։ Գուցե արդեն անելիք չունենք, որովհետև մարդիկ Հայաստանում հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին։ Ես չէի ասի։ Նիկոլ Փաշինյանը մեր այցերի ժամանակ թեմայից ինչքան էլ շեղվում եմ, մեզ միացած անհատ եւ անկուսակցական միջին աշխատավարձով ինչ որ բնակչի հանդիպել եք, որ ստանա 173,996 դրամ միջին աշխատավարձ։ ոչ։ Փոշակառուների էլ ենք հանդիպել, թե տվյալ պարագայում Արտաշատ քաղաքում։ Բայց դա 2018-ին է եղել այդ աշխատավարձը, իսկ 2025 թվականի ապրիլին 304,992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 70%։ Նման բնակիչների հանդիպել եք։ Իհարկե ոչ։ Հատկապես ես հետևում եմ մանկավարժների էլ ենք հանդիպել, բայց տվյալ պարագայում նմանատիպ աշխատավարձով անձանց մենք դեռ չենք հանդիպել։ Լավ չենք կրթվում, չունենք լավ աշխատանք, եթե ունենք։ Առաջինը թող ինքը կրթի իր կառավարության աշխատակազմին, որ պաշտոնական գրությունը դիմումից չեն տարբերում։ Ես եմ այսպես ասած կոշտ քննադատում, արձագանքում ընդու պաշտպանության նախարարության աշխատակիցներին, վերջացրած բոլոր կառույցներին, եթե դիմումը պաշտոնական գրությունից, տանձը խնձորից Նիկոլ Փաշինյան սովորացու, կրթվել է նորաձևից է քննարկում։ Սովորացրեք, որպեսզի տարբերեն, հետո նոր տվյալ պարագայում փորձեք եկեղեցու հարցերը լուծեք։ Նորից եմ կրկնում, ես Գայգին երկրորդին բացարձակապես չեմ պաշտպանում, բացասական եմ վերաբերում իր գործառույթը թողած հայաստանյաց համայն հայ ազգին համախմբելու եւ Քրիստոսի խոսքը քարոստանելու փոխարեն, սեր ու հարգանք քարոստանելու փոխարեն որոշ եկեղեցականներ, որոնք սկսել են զբաղվել քաղաքական գործունեությամբ, դատապարտում եմ, միանշանակ ամեն ոք իր տեղում պետքա լինի, ամեն ոք պետքա ծառայի իր աշխատանքին, իր պարտավորությանը եւ ազգին եւ ժողովրդին քրիստոնյա աշխարհին, այլ ոչ թե տվյալ պարագայում ամեն մեկը մցնի այնտեղ, որտեղ որ իրանը չէ։ Նկատի ունեք, որ ամեն մեկը պետք է կատարի իր աշխատանքը, իր դրված պարտականությունը։ Հիմա իշխանությունները չեն կատարում իրենց պարտավորվածությունները, դրա համար եք դուք որպես հասարակական կառույց
անընդհատ այցելում մարզեր, մարդկանց խնդիրները բարձրացնում, ոմանց Ոչ միայն օգնում, որպես ոմանց հասարակական կառույց, այլ նաև տեղեկացնեմ, ինչպես որ Նիկոլ Փաշինյանը կրթվել է նորաձևով, սկսել է քաոս արշավի տեսքով արդեն Ինչու է հանդիպումներ բոլորդ այդքան իրականացնել։ վատ վերաբերվում, կրթվենք էլի։ Ինչը կրթվենք։ Կրթվենք, Դե ուրեմն լինենք առաջինը թող կրթվի, մրցունակրթվածություն նեղություն, ունենանք։ դիմումը, պաշտոնական Ամեն գրությունից թող մի նոր առաջինը բանի, կրթի այս բզիկներով ենք ընդունում, աշխատակիցների, պարոն Սարգսյան, ինչու այ ամեն երբ որ ինչը։ ինքը կկրթի իր կառավարության աշխատակիցների, նամակների բաժնի, Կարծես 7 տարի ուժերի- կրթում են, բայց նույն դասարանում են մնում, նշանակում է կրթությունը իրենց համար չէ երևի թե։ Դե եթե կրթությունը իրանց համար չէ, երևի թե սկսեմ իրավաբանական տերմիններով կրթել բոլորին ու նոր նախաձեռնություն սկսեմ ու ամենակարևորը ինչպես անել որսից որսոր դառնալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չասի, որ կարմիր հագնենք, ցուլերը կգան մեզի կխփեն։ Ներողություն, այ երբ որ դու որսորդից որսորդ կդառնաս, թույլից կվերածվես ուժերի, հարավային Կովկասում քեզ հետ կնստեն հաշվի։ Բայց քանի դեռ դու քո երկրի կառավարման ղեկը թողած մտել ես եկեղեցու խնդիրներն ես փորձում լուծել, Էություն, թող եկեղեցու առողջ սպասավորները շատ կտրուկ հստակ քայլեր ձեռնարկեն եւ տվյալ պարագայում շատ կտրուկ եւ կոշտ տան արձագանք այդ ամենին եւ վերջնականապես Դարձականքը պետք է լինի պատասխանները, որոնք ակնկալում է Նիկոլ Փաշինյանը եւ հանրությանն էլ այդ իսկ հարցերը այդ կերակրել, որ տարի պետք առաջ է չգիտեր որ Գարեգին երկրորդը երեխա ունի թե չունի Երբ որ գալիս էր հիմա գիտի ամենակարևորը ամիսներ առաջ եկեղեցու վերանորոգումից հետո Սուրբ Էշմիածնի վերանորոգումից հետո նույն Նիկոլ Փաշինյանը ինչու գնաց Հիմա հարցս տալիս եմ ձեզ Նիկոլ Փաշինյան եթե տվյալ պարագայում Գարեգին երկրորդ է քլնգում ու քլունգն առած են որ ասում է առավոտից իրիկուն ստատուս է գրում դուք երկրի ղեկավար մարդ ես ստատուս գրեմ հələ միտեղ հասկանալի է բայց երբ որ դուք ձեր 1 միլիոն հայ ժողովրդի հետևորդանոց էջում առավոտից երեկո առավոտ լույսը բացում է ժամը 6:30 արթնանում եմ եկել տենում եմ ժամը 7:00 արդեն 20 Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ կապված ստատուս է գրել զբաղվեք ձեր արդարադատության նախարարությամբ զբաղվեք դատական համակարգը բարեփոխելով հա վեյթինգի ենթարկելով առողջացնելով ոստիկանության համակարգը որպեսզի ոստիկանը ոչ թե ասի հարգելի քաղաքացի համարեք որ այդ գումարը որ ձեզանից հափշտակել են, վերցրել են, հետ չեն վերադարձնում, համարեք մի հատ աղքատի, բարեգործություն եք արել, եկեք բողոքում։ Ներողություն, սա ոստիկանի ասելու բառ է։ Հա, Արփինե Սարգսյան։ Սա էլ ձեր ոստիկանության աշխատակցի Ոման Արթուր Մազմանյանի պատասխանը, որը որ պաշտոնական գրությամբ արդեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են ուղարկել։ Ինչքան կարող ենք սպասել այս թնջուկային, այսինքն եթե սա անընդհատ գնալով դուք ինչպես ասում եք քլունգը վերցա ստատուսներ են գրում եւ այդ քլնգելով գնում ենք միջև որ կարող ենք հասնել հատկապես հաշվի առնելով որ հարևան երկրի մամուլի էջերում շատ շքեղ այսպես ասած արձագանքներ շատ գեղեցիկ Ամենակարևորը շատ ճիշտ ասեցիք, մուսուլմանը բացի դրանից մեր առաքելական եկեղեցին համարում են տարածաշրջանի համար բավականին վտանգավոր կառույց եւ մի օր էլ կապուտեսներ Այդ իսկ պատճառով ես նշեցի, կրկին անգամ կնշեմ Այսինքն երկրի վարչապետը թույլատրում է դրանով եկեղեցու մեր հայ առաքելական եկեղեցու այսպես ասած դիրքը տեղը թույլատրում է եւ սա առիթ է տալիս որպեսզի հարևանների մոտ Այդ իսկ պատճառով մեկ անգամ եւս ուզում եմ կոչ անել, որպեսզի եկեղեցու առողջ ներկայացուցիչները, հա, զբաղվեն շատ կտրուկ, հստակ քայլեր ձեռնարկեն եւ եկեղեցու այն բոլոր ներկայացուցիչները, որոնք որ իրենց անելիքը թողած մտել են քաղաքական դաշտ, այդ անձանց հստակ եւ կտրուկ եւ կոշտ արձագանք տան եւ քայլեր ձեռնարկեն եւ յետ վերադարձնեն, հա, ինչպես որ Հիսուս Քրիստոսը Հուդային ասեց, բաց արա, ոչ թե աչքերը տալ սիրտդ, հիմա կոչ եմ անում ձեզ, հարգելի եկեղեցու սպասավորներ, դուք ծառայում եք եկեղեցուն, դուք ծառայում եք քրիստոնյա հայաստանյաց ազգի
եկեղեցուն եւ Քրիստոսին։ Այսինքն վերադառնան իրենց Վերադառնանք ամեն առաքելությանը։ մեկը ձեր առաքելությանը, թող քաղաքական ուժի եւ երկրի ղեկավարն էլ հետ վերադառնա իր գործունեությանը եւ վերջ տրվի այն բառապաշարին եւ բառամթերքին, որը որ տվյալ պարագայում քրիստոնյա ազգին սազական չէ, առավել եւս երկրի ղեկավարին, որը որ կարդում է նաեւ թշնամին։ Պարոն Սարգսյան, սա կարող է բախման առիթ հանդիսանալ։ Միանշանակ չեմ բացառում։ Չեք բացառում։ Բազմաթիվ զանգեր եմ ստանում, բայց բազմիցս նշել եմ, ինձ համար եկեղեցին մեր սրբությունն է, եկեղեցին մեր օջախն է, եկեղեցին մեր քննարկման ենթակա չէ, բայց տվյալ պարագայում, եթե ես ձեզ պետք է միանամ կամ ձեզ աջակցեմ որևիցե հարցում, ներողություն, դուք պետք է հստակ քայլեր ձեռնարկեք Գարեգին երկրորդին եւ մնացած բոլոր այն անձանց, որոնք որ իրենց ծառայությունը, իրենց գործառույթը թողած մտել են քաղաքական դաշտ, պետք է բոլորով համախմբված ժողով հրավիրեք եւ տակ հստակ արձագանք։ Ըստ ձեզ, քաղաքացիական պայմանագիրը ունի իր տեխնացուն կաթողիկոսի։ Ինձ համար դա այնպես նորմալ չեմ դիտի, եթե տվյալ պարագայում քաղաքական գործիչը, քաղաքական ուժի ղեկավարը եկեղեցու տեխնացու ունենա։ Ամեն դեպքում կարող է իրենք գիտեն ով կարող է գալ։ Ես նորմալ չեմ վերաբերվում դա։ Չէ, կարող է գիտեն ով կարող է գալ եւ ով կարող է համահունչ աշխատել, այսպես ասած, լինի այդ ներդաշնակությունը եկեղեցի եւ պետություն։ Չեմ կարող ասել։ Իսկ կարող է հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը այս աղմուկը 7 տարի անց է սկսում անել։ Իսկ մինչև այդ ինչու չէր Ես էլ եմ ասում, ինչու մինչև հիմա չէ իրականացնում։ Այսինքն տվյալ պարագայում ընտրություններն են մոտենում, փորձում է իր ռեյտինգը ապահովելու համար դրանով զբաղվել։ Պոպուլիզմը երկրի ղեկը կառավարելու փոխարեն զբաղված է պոպուլիզմով։ Սա նորմալ չէ։ Ինչքան կարող է հանրությունը հետևել։ 1 շաբաթ, 2 շաբաթ, 1 տարի, 1 ամիս, ինչքան։ Որքան շատ այնքան մեզ համար վնաս։ Միանշանակ։ Սրանով հիասթափություն են առաջացնում ժողովրդի մոտ ու ել ավելի այդ հիասթափությունը մեծանալու է։ Կոչս մեկն է թե քրիստոնյա եկեղեցուն, թե նաև քաղաքական ուժի իշխանական թևին դադարեցնել այս ամենը, ամեն ոք թող զբաղվի իր գործունեությամբ, ամեն ոք թող ծառայի իր աշխատանքին եւ իր պարտականությունները կատարի, այլ ոչ թե տվյալ պարագայում մտնի այնտեղ։ Կոչս մեկն է եկեղեցու այն առողջ ներկայացուցիչներից, որոնք որ զանգել եք եւ շատ լավ գիտեք, որ ես բացասական եմ վերաբերվում Գարեգին երկրորդին, այդ իսկ պատճառով կոչ եմ անում։ Երբ որ դուք հստակ որովիցե քայլեր կձեռնարկեք այն եկեղեցու սպասավորներին հետ կկանչեք, որպիսի քաղաքական գործունեությամբ չզբաղվեն այդ անձինք, այլ զբաղվեն քրիստոնյա ազգին, Աստվածաշունչ քարոզտանելով եւ Աստծո խոսքը Աստծուն ծառայելով, այդ ժամանակ ես ձեզ խոստանում եմ, միանշանակ հստակ եւ կտրուկ քայլեր կձեռնարկեք։ Եվ երկու հարց, Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը ինչպիսին եք պատկերացնում։ Եկեք գանք ամենակարևորին երկու նախադասությամբ ասեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը այն անձը չէր, որ բերեց հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին։ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն այն անձը չէր, որ տվյալ պարագայում արխիվյան կադրերը կա, նաև ես ինքս եմ 90-ական թվականների կադրերը հրապարակել, որտեղ որ խոստովանում է, այո, թե Հայաստանից, թե Լեռնային Ղարաբաղից, Արցախից արտաքսված էր Սերժ Սարգսյանը, ես ինքս եմ բերել Սերժ Սարգսյանին։ Նույն Նիկոլ Փաշինյան, մոռացել եք, որ գոռում եք Լևոն ձեռքը ցենց թափահարելով։ Այդ վաղուց մոռացաք, թե տվյալ պարագայում հիշողության կորուստ ունեք, հարցը ձեզ Նիկոլ Փաշինյան։ Ես ձեզ շատ լավ եմ հիշում, երբ որ դուք այցելում եք ձեր երեխաների հետ 2000-ական թվականներին Մխիթար Սեբաստացի կրթամալիր, այդ ժամանակ Լևոնի կողքը կանգնած գոռում եք, մոռացել եք այդ ամեն ինչը։ Գուցե չեն մոռացել, գուցե ժամանակները ինչ-որ թելադրում են, ամեն դեպքում այստեղ պետք է այնպես մենք կարողանանք եւ հասարակությանը ամեն հայտարարություն հրամցնել այնպես, որպեսզի զերծ մնանք բախումներից, ժողովրդին հիասթափության տանելուց եւ հետևենք զարգացումներին, պարոն Սարգսյան, կարծես թե
այդ իրադարձությունները այնքան արագ է զարգանում, որ 1 ժամ հետո կարող ենք խոսել լրիվ այլ թեմաներից, խնդիրները բավականին շատ են։ Ես հետևում եմ նաև տեսնում եմ, որ հանդիպումներ եք ունենում մարզերում, դրա համար հարցս ուղղեցի, որ եթե կառավարությունը իր ստորին օղակներում աշխատի բավականաչափ փաստորեն արդյունավետ, ձեր հասարակական կազմակերպության այս գործունեությունն էլ չէր լինի, որտեղ դուք եք ձեռք մեկնում հանրությանը, խնդիրները բարձրացնում, այնպես որ որպես հասարակական կազմակերպություն եւ քաղաքական ուժ դուք դեռ անելիքներ ունեք։ Կհետևենք նաեւ ձեր գործունեությանը։ Շնորհակալ եմ ձեզ, մեկ նախադասությամբ ուզում եմ ավարտել մեր այսօրվա հարցազրույցը։ Շնորհակալ եմ այն անհատ հայրենակիցներին եւ անկուսակցական անհատներին, որոնք թե հունիսի 1-ին մեր երեխաների օրը լցրեցին ուրախությամբ եւ երջանկությամբ, միանալով մեզ Կանյոն Պարկ Ռեզորտում իրականացրեցինք, թե մանկատան երեխաներին մեծ ժպիտ եւ ուրախություն պարգևեցինք։ Շնորհակալ եմ նաեւ այն Սփյուռքում գտնվող այն հայրենակիցներին, որոնք որ տեսնելով բաց թափանցիկ հանրայնացնում ենք ծայրահեղ ծանր եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաների այցերը աջակցություն ցուցաբերելով, ինչքանով որ ի վիճակի ենք եւ նաեւ այն անձինք, որոնք որ միացել են մեզ աջակցում են, ովքեր էլ կցանկանան, կարող եք ահազանգել, մեր նախաձեռնությունը շարունակվում է, մոտակա շաբաթը այցելելու ենք Շամշադինի տարբեր գյուղեր, այնպես է նաեւ ժողովուրդը ցանկանում է լսել մեր ծրագրերի մասին, սիրելի ժողովուրդ, խոստանում եմ, որ այցերը լինելու են շարունակական, 2 շաբաթ հետո էլ նաև լինելու են Գեղարքունիքի Եվ մենք հաղորդումը կավարտենք գովազդ այժմ մեր եթերում, որից հետո այլևս տաղավար չենք վերադառնա, որտեղ մեր ժամանակը ավարտվել է, այնպես որ հարգելի հայրենակիցներ գովազդ եւ որից հետո ձեզ ասում ենք ցտեսություն, մինչ նոր հանդիպում այս տաղավարում, հետևեք զարգացումներին։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կալենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard
Հեռախոս 818 813 2252 Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567 7։